Երբ Հայաստանի կառավարիչը խոսում է ժողովրդավարությունից, իսկապես մարդու ծիծաղ է գալիս, որովհետև Հայաստանը բացարձակապես ժողովրդավարության հետ կապված որևէ աղերս չունի։ Ու դա այսօր բոլորն են տեսնում, բոլորն են հասկանում, բայց ցավոք սրտի բոլորն են արձանագրում։ Այսինքն, օրինակ, նույն այդ իր եվրոպական կամ արևմտյան գործընկերները բացարձակապես տեսնում ենք չեն արձագանքում եւ սրանով արդեն իրենք բավականին լուրջ խնդիր են ստեղծում տարիներ շարունակ իրենց կողմից բարձրացած ժողովրդավարություն գաղափարի շուրջ։ Վաղը մյուս օր ինչքան էս երևույթը Հայաստանում մնաց, այնքան ժողովրդավարություն կոչված արժեքային համակարգը ինքը կսկսի ամբողջ աշխարհում էլ դառնալ ծաղր ու ծանագի առարկա, որովհետև չի կարելի ժողովրդավարության անվան տակ պետություն քանդել, չի կարելի ժողովրդավարության անվան տակ հազարավոր զոհեր մատուցել, չի կարելի ժողովրդավարության անվան տակ մարդկանց լցնել բանդերը։ Այդ տեսակ Գյումրիում վերջի իրադարձությունների արդյունքում արդեն 43 հոգու նկատմամբ կա քրեական վարույթ նախաձեռնված։ Նրանց ճնշող մեծամասնությունը գտնվում են բանդերում։ Առաջին անգամ Գյումրիում քաղաքական, այսպես պատճառներով կանայք ձերբակալվեցին։ Դա իսկապես գյումրեցու թասիբի, գյումրեցու համար սա մի մեծ խայտառակություն էր, որովհետև մենք մեր քաղաքում երբեք թույլ չենք տվել, որ նմանատիպ երևույթներ տեղի ունենան։ Գյումրին անկախ ամեն ինչից ինքը մնացել է Ալեքսանդրապոլի շարունակողը եւ մնացել էր Ալեքսանդրապոլի ադատներով, կարգ ու կանոնով եւ թասիբով։ Այսօր իրանք այդ ամեն կերպ փորձում են նաեւ այդ թասիբը կոտրել։ Բազմիցս եմ ասել, նորից կերկրվեմ, այս ամեն ինչը ոչ թե ուղղված էր Գյումրու քաղաքապետի դեմ, այս ամեն ինչը ուղղված էր հենց գյումրեցիների դեմ։ Վերջին հաշվով տվյալ քաղաքապետին հենց գյումրեցիներն էին ընտրել։ Եվ մարդիկ, երբ որ եկել են ընդամենը կանգնելու եւ հասկանալու ինչ էր տեղի ունենում կամ պաշտպանելու իրենց ընտրության իրավունքը, իրենց ձայնը, ուղղակի այդ մարդկանց վրա բաց թողեցին ձեր ասած այդ բերետավորներին, որոնց ես հիմա կոչում եմ Համիդեի ջոկատներ, որովհետեւ իրենք ավելի շատ իրենց գործելակերպով, իրենց այսպես ասած այլանդակություններով համիդիական զորաճոկատներն են հիշեցնում, քան որպես կայացած պետության ոստիկանական ուժեր։ Ոստիկանական ուժերը կարգ ու կանոն պետք է հաստատեն եւ ոչ թե կարգ ու կանոն խախտել։ Իսկ տվյալ օրը հենց իշխանությունը իր այդ համիդիական ջոկատների միջոցով տարավ այդ սադրանքներին, որովհետեւ կարողանային ստանալ այն շոուն, ինչը ստացան։ Սա զուտ Փաշինյան Նիկոլի հիստերիկ դրսևորումներից մեկն էր եւ այդ հիստերիան փորձեցին բավարարել հենց ոստիկանները։ Սա իսկապես գյումրեցիների դեմ էր եւ առհասարակ սա Հայաստանի Հանրապետության քաղաքացիների դեմ էր եւ հիմնական մեսիջը այն էր, որ պետք լինի տասնյակներով է ցեսկի կոտրենք, պետք լինի բանդերներ կլցենք, կծեծենք, կջարդենք, կսպանենք, որովհետեւ դուք բոլորդ պարտավոր եք միայն հարգատու լինել, հարկ վճարել, որովհետեւ այդ հարգի հաշվին ինքը կարողանա աշխարհով մեկ իր մանկության երազանքը կատարի հեծանիվ քշի։ Ուրիշ բան այստեղ չկար, խոշոր հաշվով։